Սա հատուկ նրանց համար, ովքեր որ զբաղվում են հողագործությամբ, նոր են սկսել կամ սկսնյակ են, որ հետաքրքիր կլինի սոխի ու սխտորի հետ կապված։ Ուրեմն այստեղ կա սոխ ու սխտոր, իրար հետ եմ աճեցնում ես իրանց։ Սրանք արդեն աշնանը դրած սխտորներն են, որոնք հիմա արդեն սկսում են գլխիկներ առաջանալ։ Այդ գլխիկները իրականում սերմի համար այդքան էպիտանելի չեն, ու եթե գլխիկները թողնում ենք, որ աճեն, սերմը աճի, հետևաբար սխտորի գլուխը ավելի փոքր է դառնում։ Դրա համար, եթե ուզում եք, որ սխտորից ստանաք հենց սխտոր, գլուխ սխտոր, դրա համար այդ գլխիկները հիմա արդեն ժամանակն է, որ կտրեք, կարող եք դա օգտագործել ցանկացած ճաշի, չգիտեմ, կոտլետների ամեն ինչի մեջ կարող եք օգտագործել, շատ ուժեղ սխտորի համ է տալիս, նույն օգտակարությունն ունի ու դրա հետ մեկտեղ նաև ապահովում եք, որ հողի մեջ եղած գլխիկներով սխտորները մեծ են դառնում ու բերքը ավելի շատ է տալիս։ Ի դեպ իրանք նաև շատ գեղեցիկ տեսք ունեն, եթե ուզում եք զարդարել ինչ-որ հայկական ավանդական ճաշի տեսակներ, դա էլ շատ լավ տարբերակ կլինի։